Երկու խոշոր եղջերավոր կենդանիներ վարակված են Սիբիրյան խոցով։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի ծովագյուղում հայտնաբերված այս կենդանիները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության։ Սիբիրախտի վարակը կենդանիներից մեկի մոտ հայտնաբերվել է կաշվի մեջ, իսկ մյուս դեպքում մսեղիքի։ Բացառում, որ ունենանք նոր դեպքեր, հիմա մենք պարզում ենք, որ այդ կաշին եւ մսեղիքը պատկանում է մի կենդանու, որից էլ վարակվել է այդ մարդը, թե հնարավոր է, որ լինի երկրորդ կամ երրորդ կենդանու։ Հիշեցնենք, որ կենդանիները փորձաքննության են ենթարկվել, երբ լուրեր տարածվեց, թե Վարդենիսում 10 մարդ վարակված է Սիբիրախտով։ Այսօր մասնագետները եւս մեկ անգամ հիշեցրին, որ Սիբիրախտով վարակվում են թե կենդանիները, թե մարդիկ։ Մարդուն հիվանդությունն անցնում է վարակված կենդանու հետ շփման արդյունքում։ Այդ մարդը, որը որ իրականացրել էր մորտ հիվանդ կենդանու, ինքն էլ անմիջապես վարակվել էր այդ կենդանու հետ շփվելուց։ Հոկտեմբերի 15-ին, երբ ստացվել է ահազանգը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ծովագյուղում իրականացրել է ախտահանում։ Գյուղի բոլոր տներից հայտնաբերվել են վերջին 2 ամսվա ընթացքում մորթված կենդանիների կաշին եւ մսեղիքը եւ անմիջապես այրվել։ Որ մարդիկ գյուղացիները ուղղակի չէին փորձում հուշել, թե որտեղ կարող է լինել այդ մսեղիկից ստացված մնացորդները։ Դեպքից հետո ծովակ եւ հարակից գյուղերում կենդանիների կրկնակի պատվաստման աշխատանքներ է իրականացվել։ Ամսի 15-ից հետո չունենք որևիցե հիվանդ կենդանի։ Հոկտեմբերի 15-ից նաեւ վերահսկվում է ծովագյուղից դուրս եկող բոլոր ճանապարհները։ Մայրուղիների վրա դրվել են շուրջօրյա պահակակետեր։ Որպեսզի բացառվի տվյալ համայնքից որևիցե կենդանու կամ մսեղիկի կամ կենդանական ծագման հումքի տեղափոխումը այլ համայնք կամ Երևան քաղաք։ Քանի որ Սիբիրախտը հողային ինֆեկցիա է, այն կարող է կենդանուն փոխանցվել նաև հողի եւ ջրի միջոցով։ Հովհաննես Մկրտչյանը չի բացառում, որ կենդանին վարակվել է հողից։ Այս պահին լաբորատոր փորձաքննության է ենթարկվում նաև հողը։ Նարինե Սարգսյան, Սևակ Մեսրոպյան, IPV